Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Բաստնինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Բիշկեկում ավարտվեց ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովը, որին այս անգամ եւս չէր մասնակցում Հայաստանը։ Բայց Հայաստանի հետ կապված ուշագրավ հայտարարություններ արեց Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, նշելով, որ այո, Հայաստանը չի մասնակցում, բայց Հայաստանը համաձայն է բոլոր այն որոշումների հետ, որոնք ընդունվում են ՀԱՊԿ շրջանակներում։ Դրա զուգահեռ Հայաստանի փոխարտգործնախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ Հայաստանը չունի, այսինքն Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ։ Այս դեպքում առաջանում է հարց. ինչու ենք շարունակում մնալ մի կազմակերպության մեջ, որի նիստերին չենք մասնակցում, բայց այդ կազմակերպության շրջանակներում ընդունված բոլոր որոշումներին համաձայնվում ենք։ Նաև որոշումներ, որոնք կարող են էապես ազդել մեր անվտանգության վրա դրական առումով։ Քանզի վերջի գագաթնաժողովում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ սպառազինությունների հետ կապված, նոր տեսակների հետ կապված, նոր տեսակի զորքերի ստեղծման հետ կապված, եւ սրան Հայաստանը պետք է մասնակցեր։ Սպառազինությունների հետ կապված Հայաստանը այո, այսօր փորձում է դիվերսիֆիկացնել Հնդկաստանից զենք գնելով, բայց ամեն տեսակի զենք հնարավոր չէ ձեռք բերել Հնդկաստանից։ Իսրայելական կազմակերպությունը բողոքում է, որ Հայաստան այն բանից երբ հրաժարվեց հնդկական ինքնաթիռներ գնելուց, իրենց գումարային հոսքերը բավականին դադարել են, քանզի այն ինքնաթիռները, որոնք Հայաստանը պետք է գներ Հնդկաստանից, այդ ինքնաթիռների էլեկտրոնային համակարգերի ապահովումը պետք է իրականացներ իսրայելական ընկերությունը։ Այն, որ հնդկական ինքնաթիռները որոշակի խնդիրներ ունեն, դա ցույց տվեց նաև Պակիստանի հետ վերջին պատերազմը։ Այն, որ հնդկական ինքնաթիռները այդքան հարմար չեն մեր պայմաններում օգտագործելու համար եւ չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն եւ նաեւ տևական ժամանակ չեն շահագործվել ռեալ մարտական պայմաններում, սա եւս կարծում ենք բոլորիս համար ակնհայտ է։ Եթե հնդկական շուկան մեզ համար փակում է կամ հնդկական շուկան մեզ համար դառնում է ոչ ձեռնտու, ապա առաջանում է հարց, եթե ոչ ՀԱՊԿ-ից, ապա որտեղից Հայաստանը պետք է գնի սպառազինություն։ Իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք հնարավորություն ունենք ձեռք բերել սպառազինություն գործարանային կամ ներքին գներով։ Իսկ սա էականորեն տարբերվում է միջազգային շուկայում եղած գներից։ Եվ վերջապես, եթե Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այդ մասին երևի թե պետք է բարձրաձայն հայտարարել եւ վերսկսել մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որոնք անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում։ Այո, ՀԱՊԿ-ի անդամների հետ, որոշ անդամների հետ մենք ունենք խնդիրներ։ Մենք մեղադրում ենք ՀԱՊԿ-ի թուրքալեզու պետություններին, որ իրենք պաշտպանում են Ադրբեջանին, բայց չգիտես ինչու նույն թուրքալեզու Ղազախստանի հետ մենք չենք խորշում նաև ռազմատեխնիկական համագործակցության որոշակի պայմանագրեր ստորագրել կամ քայլեր ձեռնարկել անվտանգության ոլորտում համագործակցելու համար։ Ստացվում է, որ առանձին Ղազախստանի հետ մենք կարող ենք անվտանգության ոլորտում համագործակցել, բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանի հետ մենք չենք կարող անվտանգության ոլորտում համագործակցել։ Եվ վերջապես, եթե Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ, նշանակում է նաև Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին եւս խոսակցություններ չկան։ Իսկ միգուցե պետք է վերջ տալ այս խոսակցություններին եւ առհասարակ բնականon աշխատանքի վերադառնալ եւ փորձել արկա խնդիրները բարձրաձայնել նման գագաթնաժողովների ժամանակ։ Իսկ եթե չենք մասնակցում, հետեւաբար առաջանում է հարց. ինչու ենք մենք ընդունում բոլոր այն որոշումները, որոնք կայացվում են առանց մեզ, իսկ միգուցե նաև որոշումներ, որոնք այդքան էլ կարող են չհամապատասխանել մեր ազգային շահերին, եւ այդ պահին Հայաստանի ներկայացուցիչը պետք է լինի գագաթնաժողովի նիստին, որպեսզի գործընկերների ուշադրությունը հրավիրի այս կամ այն հարցի ընդունման անընդունելիության կամ անհնարինության վրա։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե ՀԱՊԿ ուղղությամբ մեր քաղաքականությունը ինչպիսի զարգացումներ է ունենում եւ վերջնականապես ինչ որոշում է կայացնում Հայաստանի կառավարությունը։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի ուկրաինական ճգնաժամի հետ։ Եվրոպական միությունը միջև վերջ փորձում է այնպես անել, որ Ուկրաինան չստորագրի խաղաղության պայմանագիրը։ Համենայն դեպս Եվրոպական միության ներկայացուցիչ Կայա Կալասն է հայտարարել, որ պարզվում է Ուկրաինայի շահերից չի բխում արագ հաշտություն ստորագրել։ Արդեն ըստ էության ստացվում է, որ Եվրոպական միությունն է Ուկրաինայի փոխարեն որոշում ներկայացնում։ Իհարկե Կայա Կալասի իր ելույթում նաև մի շարք անպագորգոր հայտարարություններ է արել, որոնք կարծում ենք նաև մասնագետների ուշադրության կարիք ունեն։ Մասնավորապես Կայա Կալասը նշել է, որ չի կարելի պայմանագիր ստորագրել մի պետության հետ, ով վերջին 100 տարում 19 պետության վրա է հարձակվել։ Խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է։ Արխիվային փաստաթղթերի եւ պատմության դասագրքերի ուսումնասիրությունը մեծ հնարավորություն չտվեց պես պարզել, թե այդ որ 19 պետության վրա է հարձակվել Ռուսաստանի Դաշնությունը, բայց նաև առաջանում է այստեղ հարց.
Եվրոպական միությունը ինչու է շահագրգռված, որ ռազմական գործողությունները շարունակվեն, քանզի նրա խորհուրդները Ուկրաինային այս պայն արագ չստորագրել հաշտության պայմանագիր նշանակում է, որ ամեն օր կամ ամեն չստորագրված օր Ուկրաինան շարունակելու է նոր զոհեր տալ։ Միայն հոկտեմբեր ամսվա տվյալները պաշտոնական 47000 զոհ։ Սա սարսափելի ցուցանիշ է եւ ոչ մի պետություն անգամ եթե ունի 58 երկրի աջակցություն չի կարող տևական ժամանակ ռազմական գործողություններ վարել կամ անընդհատ ռազմական գործողություններ վարել յուրաքանչյուր ամիս այդքան զոհ տալով։ Ոչ միայն մարդկային ռեսուրսների պակասն է իրենց զգացներ տալու, այլև անհրաժեշտ տեխնիկայի համալրման ժամանակահատվածը, քանզի հնարավոր չէ անընդհատ նույն տեխնիկան արտադրել կամ այդքան արագությամբ տեխնիկա արտադրել։ Տեխնիկա արտադրելը իրենից ենթադրում է որոշակի ժամանակահատված, իսկ ինչպես մենք հասկանում ենք նաև Միացյալ Նահանգների պաշտոնական շրջանակների կողմից անընդհատ արվող հայտարարություններից, այդ ժամանակը Ուկրաինան կարծես թե չունի։ Կարծես գոհաբանության տոնին ընդառաջ Ուկրաինան չստորագրեց այդ պայմանագիրը։ Համենայն դեպս պաշտոնապես այդ մասին ոչինչ չկա եւ հերթական անգամ տխրեցրեց Տրամփին։ Ինչևէ, տեսնենք թե ինչպիսին է լինելու Տրամփի արձագանքը եւ արդյոք Ուկրաինան կկատարի կոնկրետ քայլեր կամ կտրուկ քայլեր խաղաղության պայմանագիր ստորագրելու կամ այդ ստորագրումից առհասարակ հրաժարվելու մասին։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Լիբանան-Կիպրոս հարաբերությունների հետ։ Լիբանանը եւ Կիպրոսը 20 տարի տևած ընդմիջումից հետո կամ 20 տարվա ընթացքում տևած բանակցություններից հետո վերջնականապես ստորագրել են սահմանազատման եւ սահմանագծման մասին պայմանագիրը։ Այսուհետեւ Լիբանանի եւ Կիպրոսի ծովային սահմանը հստակ որոշված է, այն անցնելու է մեջտեղով երկու պետությունների սահմանային գոտու։ Բացի այդ, միացյալ նաեւ որոշում է կայացվելու, որ այդտեղ նավթի հանքեր կան եւ գազի հանքեր կան, որոնք պետք է շահագործվեն։ Սա միանշանակ բերել է թուրքական կողմի դժգոհությունը։ Էրդողանը նշում է, որ այս պայմանագրով Կիպրոսի թուրքական հատվածի իրավունքները ոտնահարվում են եւ նա կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Լիբանանի եւ Կիպրոսի վրա, որպեսզի այդ պայմանագիրը չստորագրվի։ Մի կողմ թողնենք Էրդողանի հայտարարությունները, բայց կենտրոնանանք կոնկրետ Կիպրոսի վրա։ Ինչ է ասում Էրդողանը։ Փաստացիորեն Կիպրոսի թուրքական հատվածը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից եւ նրանք ճանաչում են մեկ միասնական Կիպրոս։ Հետևաբար մեկ միասնական Կիպրոսի կառավարությունը ինքն է իրավասու պայմանագրեր ստորագրել որ պետության հետ որ կցանկանա, հատկապես եւ դա վերաբերվում է սահմանազատմանը եւ սահմանագծմանը, հատկապես որ Կիպրոսի սահմանները միջազգայինորեն ճանաչված սահմաններ են, հետեւաբար սահմանազատման գործընթացի իրականացումը ամբողջովին տեղավորվում է այդ պետության կառավարության իրավասությունների շրջանակի մեջ։ Հետևաբար Էրդողանի մտահոգությունը դա չէ։ Էրդողանի մտահոգությունն այն է, որ Թուրքիան զրկվում է այդ հանքավայրերի շահագործմանը մասնակցելու հնարավորությունից, սա արդեն Էրդողանի համար մեծ ազդեցություն ունի, քանզի եթե Թուրքիան եւս կարողանար ներգրավված լինել այդ նավթահանքերի եւ գազահանքերի շահագործման աշխատանքներին, բնականաբար Թուրքիայի որպես էներգետիկ հաբի դերը ավելի էր մեծանալու նաեւ միջերկրական ծովի հատվածում։ Իսկ առջևում կարծում ենք մենք կտեսնենք որոշակի լարվածություն Թուրքիայի եւ Կիպրոսի միջև, հատկապես որ Կիպրոսի, Հունաստանի եւ Ֆրանսիայի միջև դեռ տարիներ առաջ էր ստորագրվել հակաթուրքական պակտ եւ երեք պետություններն պայմանավորվել էին համագործակցել նրանցից որևէ մեկի նկատմամբ Թուրքիայի հարձակման պարագայում։ Այնպես որ սպասենք տեսնենք թե իրադարձությունները այս հատվածում եւս ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։